Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք ձեզ պատմել հրաշալի իրադարձությունների մասին, սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես փետրվարի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի Ալթունյան պետական անսամբլի համերգով կմեկնարկի 87-րդ համերգաշրջանը։ 87 տարի շարունակ անսամբլը մնում է ժողովրդի սիրելին եւ իր վաստակով պայմանավորված բարձունքում։ Համերգային երեկոյի ընթացքում անսամբլը կներկայացնի իր հարուստ ստեղծագործական գանձարանի անբաժան մասը կազմող ժողովրդական երգի, երաժշտության եւ պարարվեստի լավագույն գոհարները։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Եվ այսօր մեր հյուրերն են Ալթունյան պետական անսամբլի դուդուկահար Արամ Ակոյանը եւ անսամբլի պարուհի Աստղիկ Սահակյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Փառք Աստծո։ Անհանգիստ ենք վաղվա համար, թե արդեն սովորական է։ Դե իհարկե բնականաբար անհանգիստ կլինենք, քանի որ շատ լուրջ աշխատանք ունենք անելու վաղը։ Պետք է ներկայացնենք մեր նոր 87-րդ համերգաշրջանի բացումը Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ու շարունակական լինելու այս տարվա մեր հետագա համերգների ծրագրերի հետ կապված։ Մոտավորապես նախատեսված է քանի համերգ կլինի տարվա ընթացքում։ Նախատեսված չի, բայց մենք ունենում ենք շատ համերգներ, մոտ 20, 25, 30 ամեն տարի ճիշտ ասած ֆիքսված չի, քանի որ եւ լինում է արտերկրներում հրավերքներ եւ իհարկե Հայաստանում ունենք եւ մարզերում ենք ունենում բազմաթիվ համերգներ ալինում, ասեմ ձեզ։ Աստղիկ ջան, ինչպես է սկսվում պարուհու առավոտը եւ շատ խիստ է օրակարգը, որին հետևում եք, հատկապես համերգներից առաջ։ Բարդ է, քանի որ համերգներից առաջ առավել եւս ամենօրյա բեմական փորձերը շատ բարդ ու ֆիզիկապես շատ ծանր աշխատանք է։ Բեմական փորձերը ամենօրյա անցնում են այնպես, ինչպես կանցնի համերգի օրը, այդ առումով լարվածությունը շատ է եւ պատասխանատվությունն է մեծ։ Առավոտը սկսում ենք ժամը 10-ից մինչեւ 2-ը աշխատում ենք, դժվարությունները շատ են։ Ինչ է ներառված ծրագրում, հա, ինչ է սպասվում վաղը հանդիսատեսին։ Ծրագրում ներառված է իհարկե մեր գանձարանի շատ գեղեցիկ այն ամենակարևոր գոհարներից ստեղծագործական երաժշտական մասը, ստեղծագործությունները։ Ունենք նոր ստեղծագործություն իհարկե, նոր մշակումներ։ Նախ կուզենայի մի փոքր անդրադառնալ մեր անսամբլի հետ կապված ստեղծված օրվանից 1938 թվականի մարտի 5-ին ստեղծվել Թաթուլ Արթունյան երգի պարի անսամբլը, խմբավար Թաթուլ Արթունյան, գլխավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյան հիմնադիրներից եւ Էդվարդ Մանուկյան բալետմայստեր։ Իհարկե մեծ ժառանգություն ենք մենք ստացել մենք իրենցից, որը որ այսօր մենք փորձում ենք պահպանել եւ նորովի նոր մշակումներով հանդես գալ։ Իհարկե մեր երաժշտական մասի պատասխանատու կարելի ասել նաեւ գեղարվեստական ղեկավար Գարիկ Արաքելյանի մասնակցությամբ երաժշտական մասի պատասխանատու որպես Պարային բաժնի բալետմայստեր Նունե Գրիգորյանի գլխավորությամբ, խմբավար Գասպար Ամիխանյանի գլխավորությամբ, մի խոսքով նաև կան շատ իհարկե ստեղծագործություններ, նոր մշակումներ, որը որ մենք կփորձենք վաղը ի սկզբանե ցուցադրել մեր հանդիսատեսին, որը որ սպասված համերգ է մեզ համար եւ իհարկե նաև անսամբլի համար է սպասված համերգ։ Ես վստահ եմ 87 թիվը եւ շատ պատասխանատու է եւ շատ պարտավորեցնող է, նաեւ շատ հաճելի է լինել մի ամբողջ պատմության մի մասնիկը։ Կուզեմ զգացողությունների մասին էլ մի փոքր պատմեք համերգից առաջ։ Մեծ պատասխանատվություն է եւ հպարտության առիթ լինել մեծ ընտանիքի մի մասնիկը։ 87 տարիների ընթացքում անսամբլում աշխատել են այնպիսի մեծանուն մեծ վարպետներ՝ Ազատ Ղարիբյան, Վանուշ Խանամիրյան, Լուսիկ Քոշյան, Ջիվան Գասպարյան եւ ելի շատ անուններ, որոնց աշխատանքը հիմա շարունակելը ուղղակի հպարտություն եւ մեծ պատասխանատվություն է անսամբլի յուրաքանչյուր արտիստի համար։ Շատ լավ, քանի որ դուք նշեցիք, հա, նորովի ներկայացնել, որտեղ 87 տարի սա մի պատմություն է եւ բնականաբար այն ինչ որ ներկայացվում էր այդ սկզբի տարիներին եւ ընկալումը հանդիսատեսի կողմից այլ էր, բայց այսօր պահպանելով այդ ավանդույթը մեր հա հիմքերը մենք այսօր պիտի փորձենք մի փոքր նորովի անել այդ ամենը, որովհետեւ այսօրվա հանդիսատեսին այդ ամենի հրամցնենք։ Ինչ փոփոխություններ են արվում, ինչ նորություններ են կիրառվում։ Նորություններ ասեմ, իհարկե նոր սերունդը փորձում է նոր
հանդես գալ այդ դեպքում ստեղծագործական առումով նկատի ունեմ եւ դա արվում է։ Արվում է նաև հինը թարմացնելով նորովի գործիքավորմամբ, որը որ շատ հաջողված ստացվում է մեր Գարիկ Առաքելյանի մոտ։ Բնականաբար այս ամեն ինչը սինթեզելով հնի եւ նորի մեջ փորձում ենք նոր եղեցիկ, հա, ստեղծագործական այդ մեր գոհարները ավելի հետաքրքիր եւ ավելի լեգենդար ձևով հանդես բերել, հա, ներկայացնել։ Քանի սերունդ է փոխվել այս ընթացքում։ Շատ կարելի է ասել։ Ես ասեմ ձեզ մոտ 30 տարի է ինչ աշխատում եմ անսամբլում։ 94-95 թվականից, երբ որ սովորում էի կոնսերվատորիայում, Խաչատուր Ավետիսյան այդ ժամանակ մեր բաժնի վարիչներ Ժողամբյոնի հայտարարվեց մրցույթ եւ իմ մասնակցությունը ես ունեցա եւ փորձեցի աշխատել տվյալ անսամբլում։ Իհարկե արդեն բավականին սերունդներ անցել։ Անդադ փոփոխվում է, երիտասարդացվում է։ Իսկ ո՞նց է դա արվում։ Այդ նոր սերունդը գալիս է, նոր սերունդը գալիս է, այո, ուսումնարան, կոնսերվատորիա գալիս են եւ ինչպես է գալիս են, գնում են, մնում են։ Էնտուզիաստները մնում են, որտեղ շատ դժվարություններ կան։ Հիմա մենք պատահաբար երևի թե ի սկզբանե թե աստծո կամոք ես որպես ավելի ավակ սերունդ, աստղիկ ավելի նոր, հա։ Աստղիկ ինչու հենց այս տեղը գնացիք, ինչու։ Երևի շատ է սիրում, հա, շատ եմ սիրել Ալթունյան անսամբլը եւ հատկապես մեծ գործոն է ունեցել Հովհաննես Խաչիկյանը, իրեն շատ հարգելով եւ շատ սիրելով իրենով եմ իմ քայլերը արել դեպի անսամբլ։ Ու մեծ հպարտություն է ինձ համար անսամբլում գտնվել։ Ես շատ եմ սիրում մեր անսամբլը։ Դուք քանի տարի եք միացել եք այս մեծ ընտանիքին։ Արդեն 4 տարի։ 4 տարի։ 4 Չէ, տարի։ ձեզ մոտ փաստորեն Հոբելյանականը ձեզ մոտ է։ Աստղիկի մոտ մյուս տարի կլինի։ Ահա։ Բազմաթիվ գեղարվեստական ղեկավարների հետ եմ աշխատել, որը շատ հաճելի է եւ ամեն մեկից սովորել ենք շատ բաներ, որը որ փորձում ենք այսօր եւս մեկ անգամ փոխանցել մեր երիտասարդ սերունդին։ Օրինակ Մելիք Մավիսակալյան, մեծանուն մեր արվեստի գործիչներից, Հենիկ Մանգասարյան, Ժիրար Ալթունյան, Թաթուլ Ալթունյանի որդին, ինչպես նշեց Աստղիկ Գարիկ Խաչիկյան, մեր բոլորը իհարկե որոշ մասը այսօր մեզ հետ չեն, իհարկե, բայց պատմություն են կերտել։ Բայց պատմություն են կերտել, փոխանցել են, այդ գոհարները մենք փորձում ենք պահպանել, սիրել։ Իսկ ոլորտը ինչպես կգնահատեք մեր օրերում, որովհետև տարիների ընթացքում շատ բան է փոխվում եւ բավական երկար ժամանակ է ոլորտում եք ու նոր սերնդին ոնց կգնահատեք։ Գիտեք, նոր սերունդը այսօր մի փոքր կարող եմ ասել փնտրտուքների մեջ է, բայց նաև մենք փորձում ենք ստիպել, երևի թե ավելի ճիշտ կլինի ասել այդպես, քանի որ չէ որ մեր հայկական արվեստն է սա, չէ որ մենք որպես հայ պետք է պահպանենք, որպես հայ տեսակ, հա։ Մենք աշխարհին մեր մշակույթով հանդես ենք գալիս, ցույց տալով մեր հայկական ստեղծագործական, հա, մեր երաժշտական մշակույթը, որը որ տարբերվում է այլ մշակույթներից։ Այդ ժառանգությունը մենք պետք է փոխանցենք նաև մեր սերունդներին, որպեսզի որպես հայ տեսակ մենք կարողանանք գոյատևել, մնալ։ Անսամբլում քանի հոգի են։ Անսամբլում արտիստները բավական շատ 80-ից ավել։ Վաու, իսկ ինչպես է կարողանում 80-ից ավել մարդ միտեղ համերաշխություն ունենալ։ Սա մի քիչ դժվար է հավատալ։ Դե գիտեք, չէ, կարելի է ասել արվեստագետները իրար հետ միշտ սիրով են լինում, որտեղ որ բարությունն է, երևի թե սպրված, կարելի է նման ձևի նաև արտահայտվել։ Մենք ունենք երաժիշտների խումբ, հա, երգիչների պարի, բնականաբար բոլորը մեկը մեկի հետ փոխկապակցված աշխատում է շատ սիրով։ Օրինակ այդ ամեն այդ սերը, որ ասում եմ, արտահայտվում եմ, դա ցույց է տալիս, երբ որ մենք արտերկրներում համերգներ ենք ունենում։ Բոլորս միահամուռ, մի մարդու նման կազմակերպված գնում եւ հետ ենք վերադառնում։ Հիանալի, եւ սա իհարկե նախաձեռնությունն է ավակ սերնդի, որտեղ ավակ սերունդն է, հա, միշտ այդ պահում համերաշխությունը, որտեղ նոր սերունդը գալիս է իր էնտուզիազմներով, իր, չգիտեմ, դրսևորումներով, բայց արդեն անսամբլը ունի իր ձևավորված տեսքը, տեսակը եւ կարեւորը վերտանը պահպանվի։ Արտերկիր նշեցիք, ինչպես են այնտեղ ընդունում անսամբլին։ Շատ լավ, պատկերացրեք, ես միշտ համերգներից հետո, երբ որ հետ ենք վերադառնում, մենք պատմում ենք, չէ, ինչ ոնց անցավ։ Պատկերացրեք շատ են սիրում ես։
մեր հայ տեսակին։ Նաև դա արտացոլվում է մեր մշակույթով։ Ամբողջ դահլիճները լեփլեցուն ա լինում, չգիտեմ, այդ կազմակերպվածությունն այնտեղի որ նման վերաբերմունք են ցույց տալիս մեր նկատմամբ եւ այդ ամեն ինչը կատարվում է շատ սիրով։ Այս տարվա համար արդեն կան պլանավորված երկրներ, Այս տարի դեռ չեն ասել մեզ, ճիշտ ասած, կարող է եւ սուրպրիզ անեն, չգիտեմ։ Անակնկալ, այո։ Ամեն դեպքում վաղը շատ պատասխանատու օր է, որովհետեւ սկսվում է նոր համերգաշրջանը, հա, եւ ուզում ենք որպեսզի այն պսակվի հաջողությամբ, համոզված ենք, որ այդպես կլինի, ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի սպիտակ չոր գինին, վաղը արդեն համերգից հետո բացեք եւ չգիտեմ 87 հոգով, բայց մի հատ է քիչ է, 70 հոգով ոնց։ Դե երաժիշտներով լավ։ Մեկը մեզնից։ Այո, 86-ը ձեզնից։ Շնորհակալ եմ։ Սա որպես նշելու հիանալի առիթ Իջևանի գինու գործարանի կողմից եւ քանի որ այսօր եւ վաղը սիրո տոներն են, այսօր տարին ընթացած է վաղը Սուրբ Սարգիսը, մենք ունենք միշտ մեր սրտում մարդիկ, ում շատ ենք սիրում եւ ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները, որոնք սրտի տեսքով են եւ այստեղ գրված է, հա, սիրում եմ, իսկ ներսում հայտնի երգերից ֆրազեր են, մեկը Սիրուշոյի երգից է, քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել, մյուսը Հայկոյի երգից է, սիրում եմ քո աչքերում սերն իմ սիրուն է։ Այս բացիկները նվիրում եմ ձեզ, դուք հաստատ ունեք մարդիկ, ում կնվիրեք այս բացիկները այսօր եւ վաղը նույնպես սիրո տոնին ընթരാճ եւ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք։ Մենք էլ ենք Բայց շնորհակալ։ մեր տոմսերը տվեք, որ ես տեսել եմ արդեն։ Սիրով հրավիրում եմ ձեզ 87-րդ համերգաշրջանի բացմանը։ Ուզում եմ նաև նշել, որ հանդիսատեսը, ինչպես նաև դուք, եթե ներկա լինեք, ու անպայման վստահ եմ ներկա կլինեք, հնարավորություն կունենաք վայելելու մի քանի նոր պրեմիերաներ, Սասնա երգաշար, Հուշեր բեմադրությունը Ազատ Ղարիբյանի, վերաբեմադրումը Նունե Գրիգորյանի, երաժշտական մշակումը Գարեգին Արաքելյանի եւ Մոկացարսներ բեմադրությունը Նունե Գրիգորյանի։ Սպասվում է հրաշալի համերգ։ Համոզված ենք, որ Այո, այդպես լինելու է։ վստահաբար։ Շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն առավոտը մեզ հետ սկսելու Մենք համար։ էլ ենք շնորհակալ։ Շնորհակալություն։ Հիմա Կարճատև դադար, որից հետո վերադառնանք ու ամփոփենք այսօրվա առավոտը։